1991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է բարև ձեզ։ Նիկոլ Փաշինյանը այցելեց ազգային անվտանգության ծառայություն նոր տնօրենին ներկայացնելու համար եւ այնտեղ հայտարարեց, որ վերջին օրերին Հայաստանում ծավալված հայտնի իրադարձությունները ունեին եւ սահմանադրական կարգի տապալման եւ ահաբեկչության եւ հակահետախուզական բնույթի հատկանիշներ։ Այլ կերպ ասած, այս ծավալված այդ շարժումը այդ սրբազանների եւ նրանց հետ կապված անձանց ձերբակալությունների դեպքում ուրեմն նրանք եւ ահաբեկիչներ էին եւ ուզում էին սահմանադրական կարգը բռնությամբ տապալել եւ նաեւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետախույզներ կամ լրտեսներ էին դրա համար էլ այդ գործողությունները այդպիսի բնույթ ունեին Դե սա հասկանալի է եւ ընդհանրապես նորություն չէ 37-38 թվականներին էլ եթե հիշում եք ստալինյան տարիներին երբ 100,000-ավոր մարդիկ ակսորվում էին կամ բանտերներին լցվում որպես կանոն նրանց դեմ այդպիսի մեղադրանքներ էին առաջադրվում անգլիական լրտես, ամերիկյան լրտես, չգիտեմ թուրքական լրտես, ճապոնական, ֆիննական եւ այլն իդեպ երբեմն նաեւ ձեռքի հետ էլ այսպես ըստ քննիչի նախասիրության հնչում էին նաև համասեռամոլության մեղադրանքներ ինչ էլ է բայց այս ամեն ինչը նորություն չէ ընդ որում այդ ներկայացված մեղադրանքների որակն էլ մասնագիտական տեսանկյունից մոտավորապես նույնն է նույն ձևի փնթի կազմած եւ այլն եւ այսպես շարունակ ինչեւ է սա հասկանալի է բայց այդ հանդիպման ժամանակ ԱԱԾ-ում Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը փոքրինչ տարօրինակ էր Նա հայտարարեց, որ ուրեմն Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները հաջողությամբ չեզոքացված են։ Ինչու է սա տարօրինակ։ Սովորաբար երբ պետության ղեկավարը որևէ երկրում, ասենք, այցելում է ինչ-որ նախարարություն կամ գերատեսչություն, օրինակ գյուղատնտեսության նախարարություն, այնտեղ այդ նախարարն է երկրի ղեկավարին զեկուցում, որ ասենք թե հաշվետու տարում մենք հաճեցրել ենք, ենթադրենք 6 հատ ձմերուկ։ Նա հաշվետվություն է տալիս։ Եվ ոչ թե հակառակը։ Այս դեպքում Նիկոլ Փաշինյանը ինքն էր գնացել այնտեղ եւ հայտարարում էր, որ ուրեմն այդ մեր իրավիճակը ապակայունացնելու այդ սպառնալիքները, մարտահրավերները հաջողությամբ չեզոքացվել են։ Այսինքն ինքն էր տեղյակ պահում ԱԱԾ պետին ներկա եւ նախկին։ Հազիվ թե նրանք պիտի իրեն տեղեկացնեն, ինչ է հակառակը։ Կամ ինքն էր զեկուցում նրանց, որ այդպիսի բան հակառակը նրանք պիտի զեկուցեին, բայց չէ, Նիկոլ Փաշինյանը ինքն է զեկուցում, որ այդ մարտահրավերները չեզոքացված են։ Ինչու՞։ Սա տարօրինակ է, բայց տարօրինակ չի լինի, չի թվա, եթե հասկանանք, թե ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությունը վերջին տարիների որն է։ Դե հասկանալի է, նա արտաքին վեկտոր է փոխում Եվ ամեն անգամ, երբ հանդիպում է արևմուտքի իր գործընկերների հետ, օրինակ Ֆրանսիայի նախագահի կամ չգիտեմ Թուրքիայի, հա վերջերս, եւ ասում է, հավատացնում է, որ մենք արդեն վերջնականապես որոշել ենք, ուրեմն ռուսական սապոգի տակից դուրս են գալիս, ազդեցությունից դուրս են գալիս, շարժվում ենք արևմուտք, նրան իհարկե այնտեղ քաջալերում են, գովում են, ուսին թփթփացնում են, երբեմն նաեւ գիրք են նվիրում Բայց նաև ասում են, գիտեք, հարգելիս, այդ շատ լավ է մենք ձեզ վստահում ենք, բայց դուք հավերժ չեք, ձեր իշխանությունը հավերժ չէ եւ ձեր երկրում կան սպառնալիքներ, դուք այսօր չէ վաղը հեռանալու եք իշխանությունից։ Իսկ մեզ երաշխիքներ են պետք, որ ձեր գնալուց հետո այդ ամենը չի լինի, չի վերադառնա հին գծին։ Դրա համար էլ այդպիսի մարտահրավերներ կան, ձեր երկրում կան, չգիտեմ, կուսակցություններ, ընդդիմադիր ձեր երկրում կան կառույցներ, օրինակ եկեղեցին կան օլիգարխներ, մեծահարուստներ, Ռուսաստանաբնակ այլ երկրները, որ կարող են իրավիճակ փոխել, ի վերջո կա մարդկային հիշողություն, ազգային հիշողություն, որը հետո կարող է խանգարել այդ ծրագրերին, դրա համար մեզ երաշխիքներ են պետք, որ դուք այդ ամեն ինչը չեզոքացնում եք, դրանից հետո նոր միայն կգաք եւ արդեն հետագա քայլերը քննարկենք։ Եվ հա Նիկոլ Փաշինյանը ազգային անվտանգության ծառայության ամբիոնից զեկուցում է, որ մեր այդ մարտահրավերները սահմանադրական կարգի անվտանգային ներքաղաքականության հաջողությամբ չեզոքացված են, այսինքն ձեր առաջադրանքը կատարված է։ Ահա սա էր եւ այս տեսանկյունից երբ որ նայում ենք, այդ ամեն ինչը հասկանալի է դառնում։ Հիմա անդրադառնանք ներքաղաքական խնդրին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ինչպես արդեն ասի, ակնհայտ է նա վեկտորը փոխվում է, որում արդեն վաղուց շարժվում է դեպի արևմուտք։
տվյալ դեպքում Թուրքիա, որովհետև մեր արևմուտքը գուցե քաղաքակրթական առումով, չգիտեմ, Ֆրանսիան է, բայց աշխարհագրորեն տնտեսական առումով հասկանալի է, որ Թուրքիան է։ Եվ ահա նա շարժվում է դեպի Թուրքիա, անկախ նրանից, թե նա ռուսամետ է, արևմտամետ է, այդպիսի բան չկա, Նիկոլ Փաշինյանը իզմեր չունի։ Ուրիշ բան, որ նա ունի մտասևեռումներ։ Եվ այդպիսով կամ Հայաստանը ռուսական ազդեցությունից փոկելը մտասևեռում է, այսինքն նա այդ հարցի վրա մտասևեռվել է եւ ցանկացած գնով ուզում է անել դա, ընդ որում դա հուշել են նրա դրսի, այսպես ասենք, հովանավորները, աչակիցները կամ նրանք, ովքեր ուշով հետևում են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին։ Կամ դա է, կամ էլ Նիկոլ Փաշինյանը պարզապես շատ լավ գիտակցում է, թե ինչ աղետներ է բերել Հայաստանի գլխին, գիտակցում է, որ իր իշխանությունը հավերժ չէ, այդ վաղ թե ուշ ինքը զրկվելու է իշխանությունից, ինչ ճանապարհով էական չէ, եւ դրանից հետո պատժից, պատասխանատվությունից խուսափելու համար ինչ պիտի անի։ Եթե կարողանա, պիտի հեռանա երկրից, բայց որտեղ։ Նրա համար իհարկե ավելի ձեռնտու կլինի ներկայանալ ոչ թե որպես երկրում ավտորիտար ռեժիմի հաստատման փորձ արած եւ ձախողված ղեկավար, այսինքն ոչ թե ավտորիտար լիդեր, այլ որպես հակառակը ազատատենչ ռուսական կայսերապաշտության դեմ հերոսաբար պայքարած, այդ ճանապարհին ցավոք սրտի իշխանությունը կորցրած լիդեր, նա կցանկանա այդպես ներկայանալ, եւ այդ դեպքում արևմուտքում նրան շատ լավ ապագա է սպասում, փայլուն, եւ նրա անվտանգությունը կապահովեն, եւ մի խոսքով կարգավիճակը կապահովեն, նրա համար դա է գերադասելի, դրա համար էլ հաշվի առնելով իր ապագայի կոմֆորտը նա երկիրը տանում է այդ ճանապարհով։ Լավ, էական չի թե ինչի համար է կոնկրետ այդպես որոշել։ Փաստն այն է, որ նա իր անելիքը գիտի, իր քաղաքական գիծը գիտի եւ հստակ հետևում է այդ գծին։ Պարզ ասած, այն ամենը ինչ խանգարում է դրան, փորձում է ճանապարհից հեռացնել, փորձում է չեզոքացնել։ Դա կլինի քաղաքական կուսակցություններ, դա կլինի եկեղեցի, դա կլինեն օլիգարխներ, որոնց պիտի վախեցնի, ահաբեկի, ունեզրկի, շանտաժի ենթարկել, հերթով այդ ամեն ինչը անում է։ Եվ խնդիրն այն չի, որ նա հարուստներին չի սիրում կամ ապօրինի հարստացածներին չի սիրում կամ կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներին չի սիրում, սիրես չսիրելու հարց չկա։ Եվ էմոցիաները այստեղ չկան։ Նիկոլ Փաշինյանը սարսափորեն վերացնում է այն ամենը, փորձում է վերացնել այն ամենը, ինչը իր ծրագրին խանգարում է։ Եվ եթե օրինակ վաղը պարզի, որ ասենք այդ ծրագրին խանգարում է նաև, չգիտեմ, Հայաստանի դիասպորտի ֆեդերացիան, նա իսկույն կհայտարարի, որ այդ ֆեդերացիան ձեր էր գուցում, որպեսզի ահաբեկիչները այդ ձերին նստած գան կառավարությունը շրջապատեն եւ կհրահանգի ձերբակալել այդ ֆեդերացիայի բոլոր ղեկավարներին։ Իսկ այստեղ խնդիրը սկզբունքն է, ինչը խանգարում է, վերացնում է։ Ինքը իր անելիքը գիտի, հետևողականորեն անում է, գիշեր ցերեկ աշխատում է այդ ուղղությամբ։ Իսկ ինչ անում ընդդիմությունը։ Լավ, հասկացանք այդ սոցկայքային ակտիվություն, ասուլիսներ, բաներ, այդպես։ Դա հասկանալի է, միևնույն է, անգամ այդ հարցում իշխանությունների հետ չի կարող ակտիվության մրցել։ Բայց իշխանությունները դրանով չեն սահմանափակվում։ Նույն Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ, ինչպես ինքն է ասում, հա, սարեր ձորեր ընկած, անընդհատ մարզից մարզ, քաղաքից քաղաք մարդկանց են հավաքում, չգիտեմ, կրթվելը նորաձև է, շփվում են ժողովրդի հետ, խոսում են ժողովրդի հետ, մանիպուլացնում են, հասկանալի է, բայց աշխատում են մարդկանց հետ։ Ինչն է խանգարում, որ օրինակ ընդդիմադիր ուժերը նույնպես ահա այդպես շփվեն ժողովրդի հետ։ Չգիտեմ, Թոմի այդպես շարժում էլ իրենք նախաձեռնեն։ Չգիտեմ, օրինակ մտածելը նորաձև է կամ դիմադրելը պարտադիր է։ Այդպես մի բան ինչ ռեսուրսներ չունեն։ Թե ասելիք չունեն։ Ռեսուրսներ կարծես թե ունեն։ Թե վախենում են, որ հանրային աջակցություն չունեն, կգնան այնտեղ ժողովուրդը իրենց վատ կընդունի, թող վատ ընդունի։ Նիկոլ Փաշինյանը գնաց Սյունիք, արժանացավ սյունյաց ողջույնների եւ ինչ պագոնները ընկան հա վրայից։ Բայց դուք էլ գնացեք, շփվեք մարդկանց հետ հանդիպեք, եթե ասելիք կա։ Բայց կարծես թե ասելիք չկա, ռեսուրսներ կան, ասելիք չկա, այն հայտնի անեկդոտի նման չէ, որ հնարավորություն ունեմ այց գնելու ցանկություն չունեմ։ Կան ուժեր, որոնք ունեն ահռելի ռեսուրսներ եւ ասելիք չունեն։ Եվ կան ուժեր, որոնք ասելիք ունեն, բայց ռեսուրսներ չունեն։ Ահա այդ հակադրությունն է, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը հնարավորություն է տալիս
ունենալ այդպիսի խայտարակ վարկանիշ, այդպիսի ահռելի հակավարկանիշ, այդպիսի համատարած ատելություն, կարողանում են ոչ միայն իշխանությունը պահպանել, այլև ինչ ուզում են անում են։ Սա է խնդիրը։ Այն ինչ ընդդիմությունը պիտի աներ, եւ ոչ թե բավարարվել, ասենք, հայհոյանքներով սոցկայքերում, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայհոյանքների։ Հայհոյանքը, այո, փաստարկների բացակայություն է, բոլորս գիտենք, բայց եթե ասելիք կա ժողովուրդ, գնացեք եւ խոսեք ժողովուրդ, 4.5 տարի ինչով էիք զբաղված 44 օրյա պատերազմից հետո։ Սպասում եք, որ այդ ատելությունը գեներացվի, այսպես փրփուրը բաժակի եզրերից բաժակը լցվի, կողքերից թափվի, այդ ատելության ալիքի վրա ժողովուրդը ինքը ինքնաբուխ քշի տան իշխանությունին, դուք էլ կասեք, գիտեք, այդ ատելության գեներացման վրայով մենք ենք մասնակցել, դե բերեք դափնիները մեզ տվեք, դրան եք սպասում։ 4.5 տարի պետք էր աշխատել, չեք աշխատել։ Դեռ մի տարի ժամանակ կա։ Մի տարի ժամանակ կա։ Ունեք ռեսուրսներ, եթե ասելիք ունեք, ասեք, չէ, բարի եղեք գոնե համագործակցել նրանց հետ, ովքեր ասելիքը ունեն, ռեսուրսները չունեն։ Հակառակ դեպքում ստացվելու է այն իրավիճակը, ինչը լիովին ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինչ է իր պատկերացումը որն է այս իրավիճակի վերաբերյալ, նրա պատկերացումը հետևյալն է. ժողովուրդը իմ կողմից է, ես ինչ քաղաքականություն վարում եմ, ժողովուրդը դրա կողմնակիցն է, համենայն դեպս տրտուն չի ան, ձայն չի հանում, իսկ նրանք ովքեր կողմ չեն դրան, ուրեմն ժողովրդի հետ կապ չունեն, դրանք դրսից են թելադրվում, դրանք դրսի ագենտներն են, լրտեսներն են, ազդեցության գործակալներ են եւ այլն։ Եվ եթե հիմիկվա այս ակտիվ ընդդիմությունն է խորհրդարանական, այսպես ասենք, եթե իրենք համարում են, որ հանրային աջակցություն չունեն, բայց օրինակ Ռուսաստանի աջակցությունը ունեն, դրա համար էլ ավելի լավ է ոչ թե հանրության հետ աշխատել, այլ Ռուսաստանի հետ աշխատել։ Դա նշանակում է խաղը տանել Նիկոլ Փաշինյանի դաշտում, նրա թելադրած կանոններով։ Եվ եթե այս առաջիկա մի տարում նույնիսկ ավելի քիչ ժամանակ է մնացել, նրանք շարունակեն խաղը տանել այս դաշտում Նիկոլ Փաշինյանի թելադրած կանոններով, անտեսելով ժողովրդին, ապա այո, Նիկոլ Փաշինյանին միշտ էլ ավելի կոշտ մեթոդներով հաջողվել է, ինչպես ինքն է ասում, չեզոքացնել մարտահրավերներն ու սպառնալիքները, մինչև ընտրություններ։ Կարծում եմ, այս հարցերը պիտի քննարկվի եւ իշխանությունը պիտի վերջապես մի կողմ դնի գործելավոճ եւ շփվի հասարակության հետ։ Եվ ոչ թե նրանց հետ, ում կողմ աջակցությունը վայելում է, որտեղ այդ աջակցությունը, որ վայելում են, այդ աջակցությունը հանուն Հայաստանի չի։ Այդ աջակցությունը հանուն իրենց է, մինչդեռ Հայաստանին պետք է, որ հասարակության պետք է այնպիսի աջակցություն, որը ուղղված լինի Հայաստանի պետական շահերին։ Այսօր այսքանը կհանդիպենք։